Ողջույն ձեզի։ Ես շատ ուրախ եմ, որ այսօր Աստված տվել է հնարավորություն լինելու Աստծո ժողովրդի մեջ։ Մի անգամ եղել եմ ձեր մոտ 19 թվականին, սա երկրորդ անգամն է։ Ես ասում փառք եմ տալիս։ Շնորհակալ ենք Տիրոջից, որ դուք Աստծո տան մեջ եք։ Կարող ենք լինել աշխարհում։ Աշխարհի ճանապարհները շատ են։ Ես միշտ շնորհակալ եմ Տիրոջից, որ ինքը ինձ գնել է եւ հաստատել է իր տան մեջ։ Իրան միշտ սովորում եմ փառավորել։ Եվ որ ես Հայաստանից եկա, տեղի ժողովուրդը բարևներ ուղարկեցին Հայաստանից Ամերիկայում եղած սուրբերին։ Տեր օրհնի ձեզ։ Այո։ Իմ անունս մնացական է։ Ապաշխարել եմ 77 թվականին։ Ունեմ օրհնյալ ընտանիք եւ 9 երեխա։ Փառք եմ տալիս Տիրոջը։ Մեկն է մի քիչ կաղում հավատքի մեջ, մյուսները Աստծո մեջ են, փառք Տիրոջը։ Աստծուն պաշտելու համար պետք է իրան ճանաչել։ Ճանաչելու համար պետք է Աստծո հզոր խոսքի առջև սովորենք խոնարհվել։ Աստծուն ճանաչել, ինչպես որ ինքը կա, ով կարող Աստծուն ճանաչի, ինչպես որ իրական ինքը կա։ Այդպիսի մարդ երկրագնդի վրա չի ծնվել, չի էլ կարող ծնվել, բայց մեր ունեցած հավատքի չափով մենք կարողանում ենք իրան ճանաչել, ինչ չափով որ հոգևոր տեսողություն ունենք։ Պողոս առաքյալը գրում է Եփեսոսի եկեղեցուն, աղոթում եմ ձեզի համար, որ Աստված ձեզի տա հայտնության հոգին իր գիտությունով, որպեսզի ձեր սրտերի աչքը լուսավորվի եւ դուք կարողանաք տեսնել 3 կարևոր կետերի վրա կանգառնում։ Առաջինը՝ ձեր կանչելու հույսը, փառք Տիրոջը։ Աստծուն ճանաչելու համար պետք է հաղորդակցվես Աստծո խոսքի հետ, առաջին։ Աստծուն ճանաչելու համար պետք է լեցվես Սուրբ Հոգով մգրտվելով եւ իր հետ աշճանապար ունենաս Սուրբ Հոգիով հաղորդակցություն եւ աշճանապար հաստատվելով Աստծո խոսքի վրա հաստատվես իր մեջ, փառք Տիրոջը։ Սա ճանապարհը, որը Աստծո Հոգին մեզ բոլորիս սովորեցնում է։ Ես աշխատել եմ 1980 թվականից Ալրաղաց գործարան կար մեր մոտ, մեծ հզոր գործարան էր, աշխատում էի որպես խառատ, տոկար։ Ու երկար տարիներ դա է եղել իմ մասնագիտությունը եւ այնտեղ ես ունեի առանձին սենյակ, մեղ ցեխինքից կար սենյակ, որտեղ մոտ 30 եւ ավել տարի ամեն օր աղոթել եմ։ Ես աղոթում էի, որ մի հատ տանից էի գալիս, մի հատ գործի տեղն էի գնում սենյակում աղոթում էի, երրորդ աղոթքը պետք է լիներ այդ հաստոցի մոտ, տաշող հաստոցի մոտ։ Եվ որ մոդիկ երկու աղոթք անում էի, երրորդին հաստոցին մոդիկանալուց չէի աղոթում, գործը չէր ստացվում։ Ասեմ Հիսուս ջան, ես նույն մասնագետն եմ, ինչու գործը չի ստացվում։ Սուրբ Հոգին հազանգում էր, ասում էր դու որ մոտեցար հաստոցին առանց աղոթքի, այդ դրա համար էլ ես չեմ օրհնում քո գործը։ Եվ Տիրոջ Հոգին ինձ սովորացնում էր ամեն բանի մեջ աղոթքով մոտիկանալ Տիրոջը։ Իր երեսը փնտրել։ Աստծո Հոգին մեր ուսուցիչն է, մեր մեջն է բնակվում, եւ մենք բոլորս սովորում ենք Սուրբ Հոգու դպրոցում, գիտեք, դա երկնային դպրոց է։ Դες դպրոց երկրագնդի վրա գոյություն չունի։ Մենք բոլորս երեխաներ աշակերտ ենք Սուրբ Հոգու դպրոցի, քույրեր թե եղբայրներ։ Եվ Սուրբ Հոգին անձնական մեր ուսուցիչը լինելով
նա մեզ սովորեցնում է։ Գևորգ եղբայրը ճանապարհին այդ համարը կարդաց թե ասեց Առաջի թուղթ Հովհաննես 2-րդ գլուխ 27-րդ համար։ Առաջի թուղթ Հովհաննես 2-րդ գլուխ 27-րդ համար։ Այն օծությունը, որ ձեր մեջն է բնակվում, նայա ձեր ուսուցիչը եւ ինչ բանի վրայով ամեն ճշմարտության համար ձեզ սովորեցնում է, նրա մեջ մնացեք։ Եղբայրները քարոզում են, կարդում եք, աղոթում եք, լսում եք, վերջապես ինչ որ լրացուցիչ տեղեկություններ եք ստանում նայելով քարոզները, բայց անձնական մեր ուսուցիչը Սուրբ Հոգին է։ Նա է մեզ սրբացնողը, որդեգրության կնիքը լինելով, բարեխոսություն անում մեզի համար, մաքրում է մեր ներսը, առաջի թուղթ Պետրոս 1:22, գրված է ձեր անձերը մաքրելով հոգու միջոցով, ում ներսն է մաքրում, ովքեր հնազանդվում են ավետարանին, ճշմարտությանը, որը Քրիստոսն է։ Նա մաքրում է մեր ներսը սրբացնում եւ մեր մեջ կառուցում մի տաճար սրբության։ Աստծո Հոգին մեր մեջ կառուցում է երկնային սուրբ տաճար։ Դա գրված է Եփեսացիս թուղթ, կարդամ ես, Եփեսացիս թուղթ 2-րդ գլուխ, մենք բոլորս այդ համարները շատերս անգիր գիտենք, եւ Սուրբ Հոգու գործն է, որպեսզի մեր ներսը այդ տաճարը կառուցվի, որպեսզի միանանք եկեղեցում։ 20 եւ 21 համարն եմ կարդում Եփեսացիս թուղթ 2-րդ գլուխ 20 եւ 21 համարը։ Առաքյալների մարգարեների հիմքի վրա շինված, որի անգյունի քարը Հիսուս Քրիստոսն է, որով բոլոր շենքը մեկտեղ կազմված հարմարությամբ աճում է Սուրբ տաճար լինելու Տիրոջմով, որով դուք ալ մեկտեղ շինվում եք Աստծո բնակարան լինելու Սուրբ Հոգով։ Անհատական որպես մարմինը, որը տաճար է Սուրբ Հոգու, մեր հոգու աշխարհում Սուրբ Հոգին ձևավորում է կառույց, որը երկնային է, եւ դա կառուցվում է Աստծո խոսքի վրա, Քրիստոս հիմքի վրա։ Եկեղեցու գլուխը Քրիստոսն է, առաջի գլխի վերջնամ ասում, որ կարդում ենք, անգյունակարը Քրիստոսն է եւ հիմքն էլ է Քրիստոս։ Առաջի թուղթ Կորինթացիս 3-րդ գլխի 11 համարում գրված է. չի կարող որևէ մեկը ուրիշ հիմք դնել դրվածից զատ, որ է Հիսուս Քրիստոս Պարտիրեչը։ Մարդկային հենակետերը փլվում են, եթե կառուցվում է ինչ-որ մի բան մարդու վրա։ Մովսեսի վրա կառուցվի, Պետրոսի վրա կառուցվի, Փիլիպոսի վրա կառուցվի, ամեն բան քանդվի, բայց այն հիմքը, որ դրել է Աստված իր տան մեջ, որը Քրիստոսն է, եւ այդ հիմքի վրա կառուցվում է երկնային տաճարը, կառուցվում է Քրիստոսի արյունով գնված եկեղեցին երկրագնդի վրա, եւ մենք նկատում ենք վերջանում է եկեղեցու կառույցը։ Եվ մենք Աստծոն մեջն ենք, փառավորենք Տիրոջը, թե չէ։ Ինչքան է Աստված մեզ պահել, բժշկել հիվանդություններից, մահվան վտանգներից պահել, կերակրել, հոգատարություն արել, ինչքան դրանք անսահման ու անթիվ են։ Արժանի ենք մենք Աստծո որդի կոչվելու։ Ով էր արժանի։ Ով։ Ես որ չէ։ Չգիտեմ դուք արժանի եք եղել թե չէ։ Սուրբիկն ասում է չկար որևէ մեկ մարդ, ամենքը մեղանչեցին, ակսեցին Աստծո փառքից, բայց ձրիաբար արդարանում են Հիսուս Քրիստոսով եղած փրկությունով։ Ձրիաբար Աստված ամեն բան տալիս մեզ, փոխարենը ոչինչ չպահանջելով միայն ասում ով մարդ, ճանաչիր քեզ, որ բացեմ իմ շնորհքը քեզ, որպեսզի այդ շնորհքին կրտնես, Սուրբ Հոգին որպես ուսուցիչ քո մեջդ կսորացնի երկնային օրենքը, քո ներսը կսրբացնի եւ փառավոր մի հանգիստ կա, որ քեզ խոստացել եմ, եւ որ պատրաստվես, այս երկրի վրայից պիտի բարձրացնեմ եւ իմ տաճարի մեջ սյուն պիտի անեմ, ով որ հաղթի իմ աթոռը նստել պիտի տամ, ասում է Տիրոջ Հոգին, փառավորվի իր անունը։ Ժողովրդյան, Ֆրեզնոյում երեք եղավ թաղման արարողություն, մենք ճանապարհ դրեցինք մեր քույրիկներից մեկին, որի մասին խոսքեր եղան, շնորհալի մի քույրիկ Աստծո տան մեջ մեծացած, Աստծո աղջիկ, եւ իր համար եղավ բարի վկայություններ։
տեղափոխես որտեղ այդ քույրիկը այնտեղ որտեղ Աստված իրան գնելով իր որդու արյունով նախասահմանել էր երկնքում Աստծո փառքի մեջ մտավ իր հանգիստը այդ քույրիկը անցավ իր ճանապարհը երանի թե այն օրը որ եկեղեցին պիտի հափշտակվի մեր վերջի օրը պետքա լինի Սուրբ Հոգին մեզի ահազանգի պատրաստել եմ քեզ եւ դու պիտի գնաս հանգիստ հավիտենական երկնային տուն երանելի կլինի իմ համար եւ քո համար թե չէ Շատ սուրբերի ենք ճանապարհել երկրի վրայից։ Ես հիշում եմ մի դեպք, որից հետո հիմնական մտքին կանգառնեմ։ Մի հատ քույրիկ ունեինք Աբովյանում, պարգած էր հիվանդ էր, թոքերի խնդիր ուներ, ռակեր, տարիներ առաջ էր։ Աստծո խոսքը վկայում են հիվանդանոցում ընդունում է այդ քույրիկը։ Ամուսինը լքում է իրան, որ տեսնում է արդեն մեռնում է, երեխա չունեին Թողնում է ամուսինը մենակ բախտիկ մահաճույքին և հոգատարություն չի անում։ Տեղեկություն եղավ, որ այս քույրիկին օգնություն է պետք եկեղեցով և իր հարազատներից բարեկամներից էլ կային, կազմակերպեցինք, Տերը մկրտեց իրան Սուրբ Հոգով։ Եղբայրներ ինձ հանձնարարեցին, այդ քույրիկը համարյա մահիճի մեջ էր պարգած, ձեռքերի վրա ենք տարել ջրով մկրտել Ինքն էլ հաղթանդամ քույրիկ էր, մկրտեցինք ջրով, մահից 5 օր առաջ Տերը իրան տանում է երկինք, ընդամենը իր ապաշխարությունն ու սրբացումը տևեց մի քանի ամիս։ Աստծո Հոգին այդ աշխատանքը տարավ իր հետ, պատրաստեց իր ճանապարհը եւ մահից 5 օր առաջ երկնքի պատուհանները բացվում է, ասում մի հատ նեղ անցքեր մտա երկինք ու հանդիպեցի Հիսուսին իմ փրկչին։ Տերն ասեց 5 օր քեզի մնացել կյանք երկրի վրա աղջիկս 5 օրից հետո ցույց է տալիս իր տունը սպիտակ հանդերձները ինչ հանդերձ է պատրաստված եւ ինքը վկայել էր որ այդպիսի հարսի սպիտակ հանդերձ երկրագնդի վրա գոյություն չունի չկա այդպիսի հանդերձ ես չեմ տեսել չգիտեմ բայց գիտեմ որ շատ ճոխ է հանդերձը Քրիստոս արդարությունն է որ Աստված մեզի հագցնում է Որտև Հիսուսը մեր արդարությունն է, Ադամը արդարություն չունի, Ադամի արդարությունը պիղծ լաթի նման է, բայց այն պետք է բացվի, որ մենք չունենք Ադամից արդարություն, մեր բոլոր բաժինը Տերն է մեր կյանքի մեջ փառք լինի Տիրոջ անունը։ Այդ քույրիկի լեզուն բռնված է լինում, 2 օր հետո եղբայրները այցելում են, աղոթում են լեզուն բացվում է, ասում է, որ ինձ մնացել է 3 օր։ Հիսուսին տեսել եմ, հանդերձներս տեսել եմ Տերը պատրաստել է երկնքում 3 օրից հետո ես գնալու եմ, այդպես էլ եղավ, փառք Տիրոջը։ Խոստմունքը մերն է, փառք Տիրոջը։ Մենք ունենք խոստմունք, լավագույն մի բաժին, բայց հույսի հաստատությունը մինչև վերջ ամուր պետք է բռնենք, որպեսզի ժառանգենք այն, ինչը որ մեր Աստվածը մեզի խոստացել է, եւ մենք բոլորս մինչև հափշտակությունը, եթե ողջ մնացինք Կամ մեր ժամանակը հասավ, պատրաստվեցինք երկինքի համար, ժողովուրդ ջան, այդ օրը հասավ եւ մենք գնացինք, պետք է այդ օրվա համար պատրաստ լինենք։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրում է, Տիմոթեոս քեզ գրում եմ, որ ունենաս հավատք եւ մաքուր խրմտանք։ Դա կարևոր է ասու առաջ թե չէ։ Այսինքն կառույց ունենաս, հավատքը դա, գիտեք ինչ բան է։ Անգիր ասել է այդ տողերը չի օգնում, բայց Աստծո Հոգին աշխատանք է տանում, որ դու հենվես Աստծո խոսքի վրա։ Հավատքը նա է, հուսացած բաների հաստատությունն է, այն որ չենք տեսնում, դարձնում է իրականություն Սուրբ Հոգին։ Հաստատություն է դառնում, Աստծո խոսքի հավատքը ձևավորվում, եւ այդ հավատքի վրա կառուցում է Պետրոս առաքյալն ասում է 2-րդ թղթի 1-րդ գլխի 5-րդ համարում բոլոր ջանքները դրած Ձեր հավատքի վրա առաքինություն, գիտություն, ժուշկալություն, համբերություն, հետո աստվածապաշտություն, տեսեք, աստվածապաշտությունը որ դիրքում է, չէ՞, եղբայրասիրություն, եւ վերջապես սեր։ Ես որ նոր հոգի էի, մի փոքր ուզում եմ Աստծո խոսքով այդ կառույցի մասին որոշ կանգ առնել, աղոթում էի
Բոլորս գիտենք համարներ անգիր Սուրբ գրքից, ասում է Հիսուս ջան, ես ուզում եմ քեզի նմանվեմ, խոնար հոգի, կոդրած սիրտ իմ ներսիդին ձևավորի, աղոթում էի, լացում էի, ինձ կոչում էին լացկան եղբայր։ Ես շատ էի լացում պաշտամունքներին։ Տիրոջ հոգին այցելում էր, պես շատ էի լացում։ Մի օր Սուրբ հոգին ինձ կանգնեցրեց, ասեց հլը սպասի։ Սենյակում աղոթում եմ, խոսեց Տեր իմ հետ։ Ասեց, մի հատ բան ասեմ, տեսնեմ կհամաձայնվես։ Ասեց հիմի որ հանեն այդ բանը ալերաղաց գործարանը մեծ բան ուներ, հայատ ուներ։ Ասեց որ հանեն 600 հոգի մարդ կար աշխատող, բոլորին հավաքեմ ու քեզի սկսեն անարգել, թքել քո վրա, անպատվել։ Վերջը, սենց բան թույլ տամ, դու համաձայն ես այդ ճանապարհին խաչի։ Ասեց շուտ չպատասխանես, մտածի։ Ես մտածում եմ, ես էլ նոր եմ, նոր հոգի եմ, մի 4-5 տարվա երևի, նոր էր իմ ընթացքը։ Ասի Հիսուս ջան, դժվար բան է, բայց ես համաձայն եմ, դա խաչի ճանապարհն է։ Դու ես անցել որդի Աստծո, ես էլ ուզում եմ քո հետևից գամ։ Ուզում եմ, որ իմ մեջ կոդրած սիրտ կառուցես եւ խոնար հոգի նորոգես։ Դե մարդու մեջ հպարտ սիրտ կա թե չկա, հա? Որ հանգարտ ձեր եսի պաշտամունքին կբնեն ինչ կանեք։ Փառավորեք, չէ՞ Տիրոջը։ Դեն չի, չեք փառավորի։ Եսի պաշտամունքին որ կբան, ձենդ կհելնի, եղբայր ջան, քույր ջան, ընձել կբան իմ ձերն էլ կհելնի։ Եթե հլը այդ հպարտության հատորից չի իջեցրել Սուրբ Հոգին քեզի, հողու մոխիր դարձրել, ով էլ քո խաթրին կբրի, ձենդ կհելնի, իմն էլ հետը։ Դրա համար ունենալ կոդրած հոգի և խոնար սուրտ, դա ձևավորում է Սուրբ Հոգին։ Բայց դու պետք է համաձայնվես, թե չէ։ Մի հատ համար եմ կարդում։ Համաձայնվել այդքան հեշտ չի, եղբայրներ ջան, գիտեք։ Շատ եմ լսել, Հիսուս ջան, հողը մոխիրեմ, մեղավորների գլուխն եմ, չգիտեմ ինչն եմ, դա բառերը։ Տեսեք, Հովհաննեսի ավետարան 12-րդ գլուխ Տեր Հիսուսի խոսքերն եմ կարդում։ Սա հիմքն է սրբության Աստծո առջև քայլելու, ապրելու Հիսուսի հետ այս կյանքի մնացած ժամանակը 24 համարը Հովհաննեսի ավետարան 12-24 Ճշմարիտ եմ ասում ձեզի, եթե ցորենի հադը հողի մեջ ընկնելով չմեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ արդյունք կբերի։ Հիսուս եկել է խաչվելու համար։ Եթե Հիսուս չխաչվեր, չմեռներ, ինչ կլներ մարդկության ճանապարհը։ Հիսուս մեղքի համար մահ ապրեց։ Ես ու դու էլ պետք է մեղքի համար մահ ապրենք, գիտեք այդ ճանապարհը, հա։ Հեշտ է մեղքի համար էս եղբայրն ասում է Ամերիկան, մի եղբայր ասում է դրախտ է էլի Ամերիկան, ուրիշ երկրների հետ, Հնդկաստանի հետ որ համեմատես, ինչ է, Ամերիկան դրախտ է։ Ես մի անգամ մի փոքր ժապավենով տեսել եմ, ոնց են ապրում հնդիկները։ Ուրեմն, այդպես գետի նման մի բան էր, գետ էր։ 5 միլիոն մարդ էր ապրում դրա կողքը։ Աղբամանները տան կողքն էին, մարդիկ էլ ապրում էին, նման բան ես կյանքիս մեջ չէի տեսել։ Տներ, որտեղ դուրս չկար։ Մի տարած ցույց տվեց, ապրում էին 5 հոգի, զուգարանը մեջը, մյուս բաները ես ապշեցի, ասի Տեր Աստված, միթե երկրագնդի վրա նման բան գոյություն ունի։ Ահա որ տեսարան էր։ Այո, եթե համեմատենք այդ տեսարանի հետ, Ամերիկան երկրավոր, երկնային հանգար դրախտ չհասկանաք, երկրավոր դրախտ է, բայց մեզի Հիսուս ուզում է երկինք տանել, փառավորվի իր Սուրբ անունը։ Դրա համար, եթե ցորենի հադը չմեռնի, աշխարհի համար եւ քո
հին բնության չարցանկությունների համար, եթե դու չհոժարվես, մահ ապրես։ Հոգևոր լուրջ մարդ դառնալ չես կարող։ Ջերով մգրդվել եք, չէ՞։ Խոսմունք եք տվել բոլորդ, բարի խժմտանքի դավանություն առ Աստված, գրում է Պետրոս առաքյալը, հավատարիմ քայլելուն, բայց միշտ չի, որ մենք հավատարիմ ենք քայլում։ Անհավատարմություն կա մեր մեջ, թե չկա։ Կա, բոլորիս մեջ էլ կա։ Բայց մենք հասկանում ենք, որ հին մարդու մահը տեղի է ունեցել։ Ինձ որ տարան ջրով մգրդելու, ուրեմն 79 թվականներ։ Ես նոր հոգի էի 2 տարվա, ես հասկանում էի հետևյալը, որ ջրով մգրդվա մեղքի համար մեռա, էլ մեղք չեմ գործի։ Այդ հին շորերը շպրտեցի գիշերեր կոմունիստների ժամանակ ջրի մեջ, ասի Հիսուս ջան պրծայես մեղքի բնությունից, էլ մեղք չեմ գործի, երկրորդ օրը մեղք գործեցի։ Ասի Հիսուս ջան, ինչու՞։ Ասես տղա ջան, դու ճիշտ է ջրով մգրդվել ես, ուխտ ես արել, բայց քո մեջ մեղքի բնություն կա, այդ վիշապ օծը կա, այդ գողյաթը կա, հələ դու հələ փորձի իրա դեմ կռվել տենամ կարաս հաղթես թե չէ։ Իմ այդ նույն բնությունը մեր մեջ կա թե չկա։ Ով կարա գողյաթին հաղթի։ Ինչը կարա գողյաթին հաղթի։ Դրա համար այն օրվանից ետքը մեղքի բնության դեմ պատերազմի դաշտը առաջ եկավ, եւ ես մի օր ձեռքերս բարձրացրեցի, դա 4-5 տարի տևեց, Աստծո հոգին ինձ բացեց իմ բնությունը ապականված մեղքի, եւ ես տեսարանը տեսա, եւ ես ինձանից զզվեցի։ Դա մարդկորեն ոչ մեկը չի կարող բացատրել։ Պողոս առաքյալը անցավ այդ դպրոցը Սուրբ Հոգու, Պողոս առաքյալը, որը օրենքի կողմանի անբասիր էր, գամաղիլե ոտքը մեծացած, հասակակիցներից առաջադեմ ու հանգարցակի Աստծո հոգին բացում է, որ Պողոս քո մեջ վիշապ բնություն կա, քո մեջ պատվիրանքը, որ հաստավ մեղքը ողջնցավ, մարդու էությունն է այդպիսին, առաջի պատերազմը դու պետք է մղես քո դեմ։ Եվ ես ասի ինչ խժալի մարդ եմ ով Աստված, ով պետք ինձ ազատես իմ բնությունից, եւ ամիջապես բացվեց շնորհքը եւ Սուրբ Հոգին խոսեց։ Ասեց դու պետք է հոժարվես մեռնելու աշխարհի մեղքի համար, ես քո մեջ պետք է ապրեմ եւ երկնային օրենքը, որ մարմնավոր մարդը չի կարող այդ հոգեվոր օրենքը կատարի, ասեց ես քո մեջ իմ օրենքը պետք է կատարեմ, բայց դու պետք է հոժարվես ինչ անելու, մահ ապրելու, ընդամենը պետք է հոժարվես, մնացածը իմ գործն է, ասեց Տերը, ես քո մեջ իմ բնությունը պետք է ձևավորեմ ու կառուցեմ։ Տերը կարա անի թե չէ, ոնց եք մտածում։ Դուք հավատում եք, որ հանգարց մի օր գկա, եղբայրներին ալա վերաբերվում քույրիկներին, ձեր բերանից անհամեստ խոսք դուրս չգա։ Հավատում եք դες բանի։ Հա? Այստեղ պետք է կանգ առնենք։ Հավատում ես, որ Տերը կարող է անի։ 39 Սաղմոսի մեջ Դավիթը ասում է հետևյալ խոսքերը։ Ասում է, երբ որ ամբարիշտը իմ առջև կանգնավ, ու ժամանակ հետ կաված բաներ կա, կարող է անգիր ասեմ։ Ասում է, ես բերանս պահեցի, բարի բանից լուր կացա, բայց ներսս այդ Ադամ բնությունը ինչ եղավ։ Կրակ, Ադամ բնությունը կրակ է, Հակոբոսը այդ մասին շատ լավ է, չէ՞, 3-րդ գլխում ներկայացնում։ Բռնկվեց, ասում է, ուզում էի բերանս փագեի, բայց խոսեցի իմ լեզվովս։ Քույրիկները ուրիշ բան են ասում, այդ բառը չեմ ուզում ասեմ։ Շարունակության մեջ ասում է Տեր, հիմա ես լուր եմ կենում, որտև դու արեցիր ով Աստված։ Տեսեք Դավիթին բացվավ շնորհքը, որ ինչի համար Աստված Դավիթին 7 տարի տարավ փորձության անապատ։ Հիշում եք։ Ով էր Դավիթը։ Զորքի հազարապետ, մեծ անուն ուներ արդեն Իսրայելի մեջ, Սաուղի փեսա, չէ՞, եւ բոլոր ժողովուրդը հարգում էին Դավիթին, ու հանգարցակի Տերը թույլ է տալիս փորձության անապատ։ Կորցնում է ընտանիքը, կորցնում է իր կոչումը հազարապետ, ու Սաուղը սկսում է հալածել, որ այս մարդուն սպանի։ Ինչու Տերը թույլ տվեց։ Որն էր նպատակը, գիտեք թե չէ։ Կոդրելու Դավիթին, ազատելու իր Ադամ բնությունից։ Եվ գիտեք Դավիթի համար ինչ է գրված, ուզում եմ այդտեղը կարդալ։ Հետագայում, որ Դավիթը ասոմարդ դարձավ,
Հետաքրքիր բան է գրում Աստծո խոսքը Դավիթ թագավորի մասին։ Աստծո աթոռի հիմունքն են արդարությունը, իրավունքը եւ ողորմությունը։ Արդարություն, իրավունք եւ ողորմություն։ Երկրորդ գիրք թագավորած ժողովրդյան 8-րդ գլուխ, երկրորդ գիրք թագավորած 8-րդ գլխում հետաքրքիր է Դավիթի ընթացքը, երբ որ ավարտվեց եւ ինքը նստավ թագավորության աթոռի վրա, գրված է 15-րդ համարում։ Երկրորդ գիրք թագավորած 8-րդ գլուխ 15 համար եւ Դավիթ բոլոր Իսրայելի վրա թագավորություն ունավ, Դավիթ էր բոլոր ժողովրդին իրավունք ու արդարություն էր անում այս դրա համար։ Մինչև Աստված մարդուն չկոդրի, մարդու մեջ Աստծո պատկերը սրբության չկառուցվի, չձևավորվի, մարդը ընդունական մեղանչելու, ընդունական թե չէ։ Ինչն է մեզ պահում, որ մենք ասենք շատ բաների մեջ մեղք չենք գործում, կամ մեղք էր։ Քո ներսի կառույցը, քո ներսի սրբությունը։ Եթե դա չձևավորվա, Սուրբ Հոգին չձևավորեք, իսկ երբ է ձևավորում Սուրբ Հոգին, երբ որ ես ու դու հնազանդվում ենք ավետարանին, հնազանդվում ենք իր կամքին, դու կարող ես քո կամքը զոհաբերել Աստծուն, կարող ես, ուզում ես, որ այդ մարմին իր ցանկությունները չկատարի։ Խնամք մի տարեք Պետրոս Արաքյանն ասում է մարմնին ինչի համար, ցանկությունների համար, մարմինը հոգուն հագարակ է, հոգին մարմնին, բայց դա ձեւ մի անգամից այդ հաղթյան կյանքը չի գալիս, չի կառուցել ոչ մեկի մեջ, ոչ էլ իմ ու քո մեջ կկառուցի կձևավորի։ Աստծո հոգին ունի ճանապարհ մեզի անցկացնելու, որպեսզի մեզի կոդրի Աստված տարբեր նեղության ճանապարհների մեջ տանելով, որպեսզի մեր մեջ Աստծո բնությունը ձևավորվի, Աստծո տաճար կառուցվի։ Ես իմ փրկության հարցում մոտ 48 տարի հավատքի մեջ եմ, մի օր չեմ կասկածել, որ ես պիտի չփրկվեմ ու երկինք պիտի չգնամ, կամ եթե հասավ այդ օրը չպիտի ապշտակվեմ։ Ես նայում եմ նախ իմ անձին, գրված է քննեցեք ձեր անձերը, գրված է թե չէ։ Ես պիտի քննեմ իմ անձը ինչպես է Աստծո առաջ, ես որ խոսում եմ հիմա, ինչ որ բան ուզում եմ Աստծո շնորհքով ձեզի տալ, ես ապրում եմ այն, ես խոսում եմ այն, ինչ Աստված ինձ սովորացրել է, ու իմ մեջ կառուցել ձևավորել է։ Դրանից ավել ուրիշ բան չեմ ասում։ Չեմ էլ ուզում ասել Աստծո ժողովրդին։ Աստված ունի ճանապարհ մարդուն կոտրելու։ Ինչու հանգարցակի Հովսեփին տարավ, զադեց եղբայրներից։ Դու գիտեք, ինչքան դժվար էր Հովսեփի համար։ Մայրը կողքին չէր մահացել էր, զրկվեց հորից, հանգարց 20 արծաթով ծախեցին իսմայլացիներին, որպես ստրուկ։ Դու գիտեք, Հովսեփ իր մեջ չէր աղոթում, ասում, աղոթում էր, բայց մի հատ բան կար, որ ինքը չէր հասկանում, ասում էր ինչու Տեր։ Երբեմն որ ընկնում ենք փորձությունների գիրկը, ասում ենք Տեր, ինչ ենք արել։ Ինչա, կարող է մեղանչել ենք, վրիպել ենք, մարդ ենք, Հովսեփը աղոթում էր, բայց պատասխան չկար դեռ Հովսեփի կյանքում։ Բայց գիտեր Հովսեփը մի բան, որտեղ հավատքի անձնավորություն էր, իրանից ինչ որ շապով իր հավատքով կառույց կար հոգևոր, ճանաչում էր Աստծուն, հոգևոր տեսողություն ուներ, բայց գիտեր, որ պատահական չի, Տերը տեղյակ է այդ ամենքից եւ իրան պետքա պահի ու առաջնորդի։ Բայց ինչի համար Աստված թույլ տվել, սա Հովսեփին անհասանելի էր։ Եվ հետո Տերը բացեց իրան թե չէ։ Երբ որ ճանապարհ անցավ, երբ որ չհաջեց Դաշապետի կնգա հետ չարություն անել, որտեղ իր մեջ սրբության կառույց կար, այդ սրբության կառույցը իրան պահեց։ Ես հիշում եմ տարիներ առաջ եղբայրներս մի դեպք էին պատմում կոմունիստների ժամանակ։ Տղամարդկանց եւ կանանց ուրեմն լագերը նույն տեղն ալնում, փայդից մի հատ ցանկապատ բաժանում։ Գևորգ եղբայրս երևի քիշի այդ դեպքը։ Ես սատանան դրթում է, այնտեղ սուրբ քույրիկներ են լինում Հիսուսի անվան համար նստած։ Կոդրում են այդ ցանկապատը, տղամարդիկ մտնում են կանանց բարակը։ Եվ այդ 5 քույրիկ ինչքան որ ես հիշում եմ, լավ չեմ հիշում թիվը, բայց 5 եմ հիշում։ Սենց շուրջանագի ծունգի են գալիս, սկսում են աղոթք բարձրացնել։ Տեր մեզ պահի սրբության մեջ։ Սուրբ Հոգին իջնում ազորությամբ։ Այդ քույրիկների կողքը ցանկապատի նման ինչպես հոպի կողքն էր, ցանկապատով պատել Աստված։ Պահում է Սուրբ Հոգին այդ քույրիկներին։ Մոդենում են, հետ են շփրտվում Սուրբ Հոգու ներկայության մեջ։
Ոչ մեկը մատով չի կարողանում այդ սուրբ քույրիկներին կպնել, Աստված պահում է սրբության մեջ։ Հետո բերում են մի հատ մեծ պատ են կառուցում, չգիտեմ, քիրպիչից թե քարից, եւ ասում է այն կողմից ասում էին այդ տղամարդիկ. Սուրբ քույրիկներ, Հիսուսի աղջիկներ, մեզի պատմեք Քրիստոսի մասին, փառավորվի Տիրոջ անունը։ Ներսի սրբությունն է քեզի պահելու հավատքի մեջ։ Կառույց հոգևոր, որը պատրաստում է Սուրբ Հոգին այսօր երկրագնդի վրա։ Որտեղ ուզում ես եղի, ինչ ճանապարհներով ուզում ես անցի, ուզում ես եպիսկոպոս եղի, ուզում ես շարքային եղբայր եղի, ներսդ սրբություն չձևավորվար, հանդիպեցիր փորձության։ Տերն ասեց արթուն եղեք, աղոթքի մեջ եղեք, որպեսզի ձեր հավատքը փորձության չի ենթարկվի։ Հաճախակի լինում է, որ մենք մեղանչում ենք եւ մեր հավատքի կառույցը ինձևի չլնելով տարուբերվում է, խարբալվում է, այդ փլզվում է երբեմն, այդ մեղքի բնությունը կարողանում է մեզի հաղթել։ Կար մի բան իմ կյանքում, ես ասում էի, ինչը ձևավորի Աստվածի մեջ իր խոսքի սրբության, այս մի կետը Տեր ասում էի, ների ինձի խելքս չի հասնում, չգիտեմ դու կարաս իմ մեջ կառուցես թե չէ։ Եվ աղոթում էի տարիների ընթացքի մեջ, երբ որ Աստծո Հոգին ինձ շնորհեց հաղթություն, փակագծերը չեմ բացում։ Ես ասի Հիսուս ջան, փառք քեզի դու ամեն բան կարաս անես։ Տերը կարա անի թե չէ։ Ոնց եք մտածում։ Ուրեմն ժողովուրդ ջան, որպեսզի մենք մաքուր պիտանի անոթ դառնանք, կարդում եմ Տիրոջ խոսքը երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլուխ, ինչ ա գրված Աստծո խոսքում։ Այսօր մեր ժամանակն է, որպեսզի եթե ուզում ենք սուրբերի հետ միասին ժառանգության բաժին առնել, մեր համար ճանապարհի մեջ պետք է պատրաստվենք եւ մաքրվենք, սրբանանք եւ նախանձավոր լինենք հաղթության կյանքի։ 20 համարը, երկրորդ Տիմոթեոս, երկրորդ գլուխ 20 համար, սակայն մեզ տանում է մեջ ոչ թե միայն ոսկե արծաթե ամաններ կան, հապա փայտե հողի ամաններ ալ կան, ոմանք պատվի համար են, ոմանք անարգանքի։ Եթե մեկը անարգ բաներից իրեն մաքրի, մաքրողը մենք չենք, մաքրողը Աստված է։ Իր աստվածային շնորհքի գործակցությամբ, Սուրբ Հոգու ներգործությամբ, եթե մաքրվենք ու սրբանանք, պիտանյանոտ կդառնանք թե չէ։ Իսկ եթե չմաքրվենք, չէ, կմնանք մարմնավոր հավատացյալ, ավելախպես ասում է հինտիկ, որ հինտիկ մնացինք ինչ, ոչ Տիրոջը պիտանի կլնենք, չգիտեմ, եկեղեցին է պիտանի կլնենք թե չէ։ Ուրեմն սրբացման գործը կախված է ոչ թե Տիրոջից, այլ ինձանից։ Ես ուզում եմ, որ Աստված ինձանից ազատի, շնորհի ինձ հաղթության կյանք։ Երբեմն քույրիկներին ասում եմ քույրիկներ ջան, գիտեք կատարելության բաժինը որն է։ Եղբայրներին էլ ավերաբերվում, ինձ էլ ավերաբերվում, չէ։ Սուբլիխն ասում է, կատարյալը նրանք են, որոնց լեզուն ինչա լինում, կարճանում է, աշճանաբար։ Եթե մեկ իրեն կրոնասեր է համարում ու իր լեզուն չի սանձվում, նմանի կրոնասերությունը ինչա, փուջ է։ Ուրեմն Սուրբ Հոգու գործը սա է մեր անձերի սրբացումը։ Եսին վրայով պետք է աշխատեմ, որպեսզի Տիրոջ շնորհքը գործակցի, դուք էլ ձեր վրա պետք է աշխատեք, սիրելի եղբայրներ, քույրեր, որպեսզի պատրաստվենք երկնքի համար։ Ինչքան էլ տգար լինես, ես հենց եմ հասկանում ավետարանը։ Տգարը Աստծո տգարն է։ Տգար ասելով հասկանում ենք, որ չի սիրում մեղքը, չի սիրում աշխարհը։ Բայց տգարը հավատքի մեջ։ Բայց իր ընդրությունը ով է։ Ընդրությունը Տերն է, սիրում է Տիրոջը, բայց տգարը հավատքի մեջ։ Դրա համար Հռոմեացիս թղթի 14-15 գլուխների մեջ գրել է Սուրբ Հոգին առաքյալի միջոցով, ասում է հավատքի մեջ տգար եղողին տարակուսական որոշումներով չընդունեք։ Մեկը բանջարա ուդում, մեկն էլ միս է ուդում։ Այն որ բանջարա ուդում իրան պետք չի անարգել։ Նա Աստծո տգարն է, Աստծո աղջիկն է, Աստծո տղան է։ Սիրում է Հիսուսը, ուզում է պատրաստի երկինքի համար թե չէ։ Այո, ուզում է պատրաստի։ Իսկ դրա համար պետք է ճանապարհ անցնենք, որպեսզի պատրաստվենք։ Գիտեք, երբ որ Աստված ուզում է մարդուն կոտրել, դա հեշտ չի։ Թե հեշտ է։ Չէ։ Աստված ինձ կոտրել է բաների մեջ, ինչի որ ես
ժամանակ ունենայի պատմեմ կարգավիճակներ, անցկացրել է Սուրբ Հոգին։ Հոգևոր մարդ միանգամից չեն դառնում։ Պետք է տեղ տաս Սուրբ Հոգուն, որ ինքը քեզի կառավարի, քո կամքից քեզի ազատի, որպեսզի իր կամքը դնի քո մեջ, եւ ճանապարհների մեջ տանի, որպեսզի ինքը գիտի ճանապարհը ինչպես սրբացնի մեր ներսը, որ պատրաստվենք երկնքի համար Փարթիրը չէ։ Կոդրեց Աստված Հովսեփին։ Եվ այդ համար տեղը հիշում եք, եւ որ փարավոնի առաջ էր կանգնած։ Լավ, ուզում եք գտնենք մի փոքր կարտամ։ Բաներ կա, որ խոսքի հայտնությունները անում է Սուրբ Հոգին, հոգևոր կյանքի ճանապարհին, եւ մեզ սովորեցնում է, սիրելի Տիրոջ ժողովուրդ։ Մադրուհագապետը եւ հացագործը բանտում էին։ Դեր Հովսեփին 2 տարի կար, որ դուրս գար բանտից։ Վերջապես գիտեք պատմությունը, Մադրուհագապետը, որ դարձրեց իր պաշտոնին փարավոնը, ինքը ասում է. հիշի ինձ փարավոնի առաջ։ Այսպիսի խոսքեր ասեց Մադրուհագապետին Հովսեփը, բայց քանի որ ժամանակը չէր հասունացած, գնաց եւ մոռացավ։ Բայց երբ որ ժամանակը հասունացավ, տեսեք, Հովսեփի հələ դեռ մարմնավոր հենակետ կար, հենվում էր մարդու վրա։ Երեմիա մարգարեության 17-րդ գլխում գրված է. անիծյալ լինի այն մարդը, որ մարդուն կապավինի եւ մարմինը իրեն բազուկ կշինի։ Ասում եք, լիակադար չէր կոդրված Հովսեփը, բայց երբ որ հասունացավ ժամանակը եւ հետեւյալն է ասում փարավոնին, կարդում եմ 41-րդ գլուխ Ծննդոց գիրք 16 համարը, եւ Հովսեփ պատասխան տվավ փարավոնին ասավ. ոչ թե ես, ասում եք, ես է կոդրվել եմ, Աստված պիտի տա խաղաղության պատասխան փարավոնին, Փարթիրը չէ։ Բայց այդ ես անես բանա, որ շատ դժվար է կոդրել։ Մի հատ եղբայր ունենք, որ ինձ ասում էր հաջախագի մի հատ սխալ կտենաս, ինչ-որ մի բան կտենաս, ինձ ասա, մի օր ինքը շատ բարդ մարդ էր, մի օր ասեցի դու փառասեր մարդ ես, ձեռիդ չպրծա։ Իմ որ փառասեր ես, ինչ ասենք, հպարտ ես, աշխարհասեր ես, մեղքասեր ես, իմի որն է բժշկությունը, որ Սուրբ Հոգին քեզի հայտնություն անի, ինչ կա քո ներսը։ Երբ որ դու զղջաս, անձդ բերես Տիրոջ առջև, այն ժամանակ կգտնես բժշկություն հոգևոր։ Հին որ գովենք քեզի, լավ։ Հա? Ասում են սատանան մի հատ սազ ունի։ Դեք չէ, այն Սայատնովայի Քամանչայի սազն ասում է չկա քիզի նման։ Օ, էդի սատանան ասում է մեզի թե չէ։ Հա, ասում է բոլորիս, ինձ էլ ասում։ Ասում է եղբայր ջան, դու այդ ինչ լավ քարոզեցիր, քուպեշ եղբայր չկա։ Հա, ասում է քույրիկ ջան, ճիշտ ես ասում, մի քիչ առաջ սատանան էր նույն ինձի ասում։ Ես որ ճանաչում եմ ինձ, եթե մեկը հանգարց փորձի ինձ ասի եղբայր ջան, վայ, դու ես ինչ արեցիր այսօր, կասեմ, հոպ, քույրիկ ջան։ Զորավոր եղբայր գոյություն չունի երկրագնդի վրա։ Զորավոր մարդ չկա։ Կա զորավոր Աստված իր խոսքով եւ իր Սուրբ Հոգու ներգործությամբ։ Մարդը բացացավ եկեղեցում, ասո փառքը գնի։ Ժողովուրդը սովորեց խոնարհվել, ով կբարձրանա։ Տերը կբարձրանա, դուք որն եք ուզում, ժողովուրդ ջան, ես է ձեր հետ միասին, որ մեր կյանքում երբ որ Տերը բարձրացավ, եկեղեցում էլ ինքը կբարձրանա եւ կփառավորվի Աստված իր տան մեջ, իր ժողովրդի մեջ։ Դրա համար սովորեք, ուզեք, որ Աստված ձեզի կոտրի։ Ինչ ճանապարհով, դա մարդու խելքի բան չի։ Տերը կանի թե չէ, ոնց եք մտածում։ Աստված կարող է անել։ Ուրեմն Տերը թող օգնի, ես մի քիչ առաջ որ պաշտամունք էինք, մի բան եմ աղոթում ու ասում եմ Հիսուս ջան, ես ոչ մի բան քեզնից չեմ ուզում, ես ուզում եմ ինձ սիրել սովոր սրա, ոնց հասկացել եմ աստվածապաշտության լրջությունը ու իմ մեջ քո այդ սիրո կյանքը կառուցի, ոչ մի հատ պարգև եմ ուզում, եթե ինձ սպասավորության, ծառայության համոզելով են եղբայրները բերել, ես չեմ ուզում։ Պատասխանատվության գիտակցությունը հասկանալով խորը
ես մերժել եմ, չեմ ուզել, ազգային եղբայրը ինձ համոզել է որոշակի ժամանակ, ասել եմ չէ, եղբայր ջան, ես չեմ ուզում, բայց երբ որ Բելիխ եղբայրը եկել էր Հայաստան եւ ընթացք առաջ եկավ, կանչեցին, վերջ ինձ համոզեցին եղբայրները, բայց ես ուզում էի Սուրբ Հոգուց առնել հայտնություն։ Բելիխ եղբայրն անձի ձեռնադրե Էշմիածնի գյուղերից մեկում, երբ որ ձեռքերին վրա դրեց, մեծ օրհնություն իջավ, ժամանակ ու Տերը խոսեց իմ հետ։ Ասեց, ես ասում եմ, ես չեմ կարա, ես այդ մարդը չեմ, Տերն ասեց, տղա ջան, զավակս, այն որ դու չես կարող, ես պետք է անեմ քո մեջ։ Բարձրացավ Տերը թե չէ, թե ես բարձրացա։ Տերն է բարձրացա։ Այն ինչ որ դու չես կարող անել, ինչքան բան կա, որ մենք անզոր ենք, թե ամեն բան կարող անենք, չէ։ Երբ որ մենք անզոր ենք, այդ ժամանակ Աստված բարձրանում մեր մեջ, մեր կյանքի մեջ, իր եկեղեցում։ Պողոս առաքյալի պես մարդը խոստովանություն էր անում։ Ասում էր Տեր, քո զորությունդ ամբողջանում է, երբ որ ես ճանաչում եմ իմ անկարողությունը, իմ տգարությունը, իմ ոչնչությունը։ Երբ որ դա ես գիտակցում, հասկանում եմ, այն ժամանակ քո զորությունը գործակից է լինում եւ կատարում է այն բաները, որը որ մարդու խելքին անհասանելի է։ Գևորգ Կախպերսել պիտի խոսի, Տերը թող ձեզի օրհնի, մերգու բան, ես ուզում եմ, չէ, իհարկե, բաժան։ Ուրեմն ես ուզում եմ Տիրոջ օրհնություններից մի քանի բաներ ձեզի պատմել, ասել։ Իմ սրտի օպերացիան արել է Հիսուսը։ Մենք ասեք ոնց։ Որ հիվանդանոցում։ Պաշտամունքի ժամանակ։ Ես տարիներ առաջ միկրոինֆարկտ ստացա, տգարացա մարմնով, չէի կարողանում աշխատել, մեծ դժվարություն առաջ եկավ, մեծ ընտանիք, երեխաներ, աղոթում եմ, եղբայրները յուղովոձեցին, ոչ մի բան հələ չփոխվավ, չեմ ասում չէի հավատում, բայց չփոխվավ այդ ժամանակ որևէ բան։ Ես անդադ աղոթում եմ, ես սովորել եմ ամեն բանի մեջ Աստծո շնորհակալ սիրտ ունենալ։ Այդպես է Սուրբ Հոգին ինձ սովորացրել, այդ կարևոր բանաձևը ինքն անձի սովորացրել։ Ու ես իմ կյանքի մեջ մի անգամ չեմ տրտնջացել։ Միշտ ասում փառավորել եմ, կապ չունի հիվանդությունա, փորձությունա, տգարությունա, դժվարությունա, վերջապես խնդիրներ կա եկեղեցում, Սուրբ Հոգին ինձ սովորացրեց Եփեսացիս թուղթ 5:20-21 համարը։ Դա եղբայր տոնայի ամեն ադեն, ամեն բանի համար գոհություն տվեք։ Փորձությունից հետո Սուրբ Հոգին այդ համար ինձ տվեց եւ ես միշտ սովորեցի Աստծուց գոհանալ, փառավորել։ Եմի սիրտը չի աշխատում։ Հազիվ մի կերպ մեքենա վարեցի, Թալինում պաշտամուն կար, եղբայրներ եկել էին մեր մարդուն եղբոր ձեռնադրության հետ կապված։ Եմի մամիկոն եղբայրը, ավակ եղբայրներն էին եկել ձեռնադրության համար Թալին։ Իմի ես ամաչում եմ, որ ասեմ մամիկոն եղբայր ինձ նորից յուղովոձեք, աղոթ կարեք իմ համար, ամաչեցի, չասեցի, ասի դե կասեմ մնաց եղբայր, մի անգամ յուղովոձի աղոթել ենք, շարունակի աղոթել։ Ու այդ ձեռնադրության ժամանակ մի հատ կրակ իջավ երկնքից, երկնային կրակ էր, սես մտավ գլխիցս, անցավ մարմնովս, ոտքերովս դուրս եկավ, այդ հիվանդությունը գնաց։ Չքացավ։ Մինչև այսօր անցել է մոտ 25 տարի, որ մի փոքր այդ սիրտը սկսում է դժվարանալ, ասում եմ խելոք մնա, պետք է ծառայես։ Հիսուսը քեզի բուժել է։ Փառավորվի Տիրոջը։ Մի քանի բան էլ ճամբարից կասեմ, շատ օրհնություններ ենք տեսել։ Մարդիկ, որոնց Աստծուն հաջողվում է կոտրել մարդուն, վերջը իր սրբությունը Աստծո խոսքի ձևավորել, Ժորժ ջան, եւ Աստված անում է իր ժողովրդի մեջ շատ հրաշքներ ու նշաններ։ Ես ճամբարում այնքան բաներ եմ տեսել, որ դրանց թվարկել, չգիտեմ, ժամեր կարող է տևի։ Դուք օրհնությունը զգում եք, չէ՞։ Իջնում է ձեր վրա Աստծո օրհնությունը, հա։ Իմ կյանքում շատ անգամ կատարվել է անհատական եկեղեցում, ճամբարում շոշափելի ձևով ես տեսնում եմ ինչպես է իջնում Աստծո ներկայությունը, Սուրբ Հոգին ինչպես է իջնում է այսպես ու սկսում է տարածվել։
տեսիլք։ Տեր Հիսուսը անցնում է շարքերով ճամբարում։ Ու հերթով սկսում է բժշկել, որոնք որ հավատում են։ Վերջում ասում ենք վգայություն, մի հատ զորաբանագատ են դուրս գալիս։ Տեր Հիսուսը անցնում է շարքերով, ինքը մեր մեջն է։ Մեր սրտերի մեջ է բնակվում հավատքով Քրիստոսը։ Ժողովուրդ ջան, նա կարա հրաշք անի, իր ներկայության մեջ քո սիրտը կփոխվի, օրհնություն կգավրետ, այդ անխաղաղությունը կվերանա, Հիսուսի ներկայության մեջ ինչ չի կարա անի ինքը, ժողովուրդ ջան։ Ամեն բան կարա անի։ Մի հատ քույրիկ համարյա մոտ 90 աստիճան էր, կռացած էր, մեծահասակ կին էր։ Ձեռնափայտով եկել էր ճամբար։ Տիրոջ այցելությունը որ եղավ, բարձրացակել քույրիկ էր, ուղղվեց սենց լրիվ, ձեռնափայտը սենց բարձրացրել էր, այդ շարքերով գնում գալիս էր։ Տեսեք Հիսուսը բուժելա։ Տեսեք Հիսուսը բուժելա։ Եվ նման չեմ ասում տասնյակ, հարյուրավոր դեպքեր։ Գիտեք, Աստծո ներկայությունը, որ իջնում է, ես հիմնականում լինում եմ այս մի 2-3 տարին է, եղբայրները մտածում են, որ մեծացել եմ, ծերերի հետ են ուղարկում ինձ, բայց հիմնականում ես մասնակցել եմ մանկապատանյական պատոկներին եւ տեսել եմ այնպիսի բաներ եմ զգացել, որ ուրիշ տեղ չգիտեմ, մարդիկ կարանտենան դեչ։ Մգրտվել են 100-ից ավելի Սուրբ Հոգով երեխաներ։ Ինչ հոգևոր բժշկություններ է կատարել Աստծո Հոգին։ Դրա համար երբ որ Սուրբ Հոգու ներկայությունը քո կյանքում լինում է, նա անում է այն, ինչը որ քո մեջ կարիք կա։ Թե հոգևոր, թե մարմնավոր բժշկություն։ Բայց որը դի չեղավ, միապաղաղ անցնում եւ պաշտամունքը, եւ կարդալը չի գալիս, եւ աղոթքը չի ստացվում, բայց որ իր ներկայությունն է իջնում, սա լրիվ ուրիշ բան է, ժողովուրդ ջան, լրիվ ուրիշ բան է։ Լավ թարմ դեպք, ասեմ անցած տարի ուրեմն ծերերի պատոկին Երևանի տարածքից մոռացել եմ որ տարածքից մի հատ քույրիկ կար, ինքը մի կերպ երկու ձեռնափայտով քույրիկները բերում էին, ոչ ձեռքերն էր աշխատում, ոչ էլ նորմալ ոտքերը, անդամալույց համարյա։ Վերջի նախավերջի օրներ պաշտամունք էին կանում, Պավել ախպորը ասի, Պավել ախպեր հիվանդների համար աղոտ կարվի, թե չէ, հա ասես մնաց եղբայր աղոտ կարեք, ասի որ կանչենք առաջ օձենք յուղով, մեծահասակները գիտեք ինչ բնավորություն ունեն, որ կանչում ես 90 տարեկան տատիկն էլ է գալիս, 80 տարեկանն էլ է գալիս, 70 էլ է գալիս, մի 300-400 հոգի, մի 600-700 մարդ կար ճամբարում, լրիվ գալիս են, մի 300-400 հոգու մենք ոնց յուղով օձենք, ասի Պավել ախպեր, կլնի որ յուղով չոձենք էլի, ովքեր լուրջ հիվանդ են իրանց համար, բայց ընդհանուրի համար կաղոթենք, բայց իրանց համար առանձին ձեռք տնենք կաղոթենք, ասեց հա կլնի մնաց եղբայր դենց արեք։ Եվ այդ քույրիկների համար մոտեցան աղոթք անելու։ Մեկը ուրեմն լրիվ համարյա անդամալույց էր։ Իրան հագցնում էին շորերը, քույրիկները եւ կերակրում էին քույրիկները տարիներ։ Մյուս մի հատ կին կար, որը ծնկներից ճամբարից գնալուց հետո պետքա ծնկերը օպերացիան էին, պլաստիկ, օպերացիա կոչվում, իմ խելքը չի հասնում։ Տղան գնացել էր խոպան փող էր բերել, հենց ճամբարից գնար, այդ օպերացիան պետք է անեին, ինքը չէր կարողանում կռանալ, շատ դժվարությամբ։ Գիտեք ինչ տեր ունեցավ իմ աչքերի առաջ։ Այդ երկուսին էլ Տերը բժշկեց, ոչ միայն այդ երկուսին, շատերին, մեծ օրհնություն իջավ, անբծածկեց, Տիրոջ ներկայությունը իջավ, շատերը բժշկություն գտան, թե հոգևորի, թե մարմնավոր։ Այդ քույրիկը, որ չէր կարողանում այդպես իջնել ներքև, հիմի իջնում, հելնում, ոչի ուրախացել, մնաց եղբայր, օպերացիայի հարկ չկա։ Այդ մեր ուրախությունն է, ձեր ուրախությունն է։ Հիսուսի ողորմությունն է, բայց իրան ոնց չպաշտենք, չփառավորենք, նման Տեր ունենք։ Ամեն բանի մեջ հոգատարա, հավատարիմա,
Մի բան էլ անհավատարմություն եղավ, մեր կուրկը ծեծենք, մեր կողմնա։ Տերը բժշկեց այդ քույրիկին, սկսեց քայլել, որ կյանքում չէր քայլել։ Սկսեց քայլել, մի հոչի ուրախաց է։ Մենք էլ իր հետ լացում ենք, ուրախանում ենք։ Փառավորվի Տիրոջ անունը։ Ժողովուրդ ջան, Տերը նույնն է, ես ու դու ենք փոխվում։ Ես ու դու կարանք փոխվենք, թե չէ, մարդ ենք, չէ՞։ Մի քիչ կարգավիճակը տգարացավ, փորձությունը եկավ, չես կարամ ներես, չես կարամ սիրես, դիպած առաջ եկե խռովել ես, վերջը Ադամ բնությունն է բարձանում, ուզում ես հաղթել, պարտվում ես։ Սատանան հասնում է հաջողության։ Բայց որ ցածրանաս, մի փոքր խոնարհվես, Տիրոջը կանչես, Տերը ողորմության դռներ բաց կանի, թե չէ, նման բաներ շատ ենք տեսել։ Բարդ Տիրոջը։ Դրա համար Տերը ցեզի օրհնի, պահի, ինձ էլ ձեր հետ միասին, մինչև վերջ հավատարիմ։ Մնանք հավատարիմ, որտեղ մենք խոստմունք ունենք։ Երկինքն է մեր հայրենիք, այդ երկը ես շատ եմ սիրում երկել։ Լինում էր, որ գնում էի պաշտամունքներից, մի հատ տեղ կար, ռուլին քնում էի։ Հոգնած, ահա որ, ասենք այդ հոգնածության հետևանքով իմ սիրտը դենց դժվարության հանդիպեցավ։ Պաշտամունքները շատ էր, ծանրաբեռնվածությունը, հոգևոր գործծառայությունը տարիներով ու դա հանգեցրեց դրան։ Մի տեղ կար, որ գնում էի, հասնում էի այդտեղ, չգիտեմ ոնց էր նույն, մենակ քնում էի ռուլին, անգամներ քնել եմ։ Իսկ կողքը մոտ 150-100 մետրից ավել սենց բան էր, ծոր, որ ընկնեի ընդեղից ինձ կենտանի չէին հանի։ Այդ նույն տեղը քնում էի, հասնում էի այդտեղ։ Դա աշկերս բացում էի, տեսնում եմ չէ, ոչ աչ եմ գնացել, ոչ ցախ։ Հրեշտակ չեմ տեսել ես իմ կյանքում, բայց գիտեմ հրեշտակները պահում էին։ Փառավորվի Տիրոջ անունը։ Դրա համար մեր Աստվածը, որի մենք սովորում ենք պաշտել, պետք է ճաշակես, որ իմանաս, այդ ինչքան քաղցր է։ Տիրոջ անունը փառավորվի։